Բարև ձեզ, ես Կիրակոսյան Տաթևիկն եմ, պտղաբերության կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ։ Այսօր կխոսենք սաղմի գենետիկ հետազոտության մասին։ Սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ թեսթավորումը դա հետազոտության հատուկ մեթոդ է, որը կիրառվում է արտամարմնային բեղմնավորման ժամանակ, սաղմերի գենետիկ առողջությունը ստուգելու նպատակով եւ արգանդի խոռոչ միայն առողջ սաղմերը տեղադրելու համար։ Որ դեպքերում է ցուցված սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկ տեստավորումը։ Այն դեպքերում, եթե տվյալ զույգերից որևէ մեկի մոտ կնոջ կամ ամուսնու մոտ առկա է արդեն իսկ հայտնաբերված գենետիկ հիվանդություն, այդ հիվանդությունը փոխանցելը կանխարգելելու նպատակով կատարվում է սաղմի գենետիկ թեսթավորում։ Այն դեպքերում, եթե տվյալ զույգը արդեն իսկ ունեցել է գենետիկ խնդրով երեխա։ Ցուցված է այն դեպքերում, եթե օրինակ զույգերի մոտ առկա է բազմակի վիժումներ, այսինքն սովորութային կրելախախտ եւ հայտնաբերվել են խրոմոսոմային շեղումներ, նույնպես կատարում ենք սաղմի գենետիկ թեսթավորում։ Սաղմի գենետիկ թեսթավորումը ցուցված է նաեւ այն դեպքերում, եթե զույգերի մոտ առկա է բարձր ռեպրոդուկտիվ տարիք։ Գենետիկ թեսթավորումը կատարելու նպատակով զույգերին կատարվում է արտամարմնային բեղմնավորում, սաղմերի աճեցում, սաղմերից որոշ բջջային նյութի վերցնում եւ ստացված սաղմերի արդեն գենետիկ թեսթավորում։ Գենետիկ թեսթավորման միջոցով կարելի է ախտորոշել բազմաթիվ հիվանդություններ, օրինակ երևանյան հիվանդությունը, եւ տեղադրել արդեն իսկ առողջ սաղմը։ Այս մեթոդի շնորհիվ կարողանում ենք կանխարգելել բազմաթիվ գենետիկ հիվանդությունների փոխանցումը ապագա սերնդին եւ ունենալ առողջ հղիություն եւ առողջ երեխաներ։ Մեթոդը լայնորեն կիրառվում է մեր կենտրոնում, տարբեր խնդիրներով բուժառուներ արդեն իսկ հայտնի գենետիկ խնդիրներով դիմում են մեզ եւ կատարում ենք։ Իհարկե կատարվում է միայն խիստ ցուցումների դեպքում։ Եթե օրինակ զույգի մոտ առկա է արդեն իսկ գենետիկ խնդիր, որը կարող է փոխանցվել երեխային եւ հղիությունը պլանավորվում է առանց այս մեթոդի, ապա կարող է լինել հիվանդության փոխանցում երեխային եւ այդ նույն գենետիկ խնդրով երեխայի ծնունդ տվյալ ընտանիքում։ Չնայած նրան, որ նույնիսկ գենետիկորեն առողջ սաղմը տեղադրելու դեպքում սաղմի կպնելու հավանականությունը 100% չէ, այնուամենայնիվ ունենք ամենաբարձր հավանականությունը հղիություն ստանալու։ Ուստի եթե ձեզ ցուցված է այս հետազոտությունը, դուք ունեք մտավախություններ, խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի եւ անհրաժեշտության դեպքում անցնել այս փուլով։